Էրդողանի բարոյականությունն արժե 500,000 լիրա, որը մոտ $13,000 է։ Սա լրագրողական գնահատական չէ, փաստերն են այդ մասին խոսում։ Ամեն դեպքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգյուր Օզերի դեմ, ու որպես բարոյական վնասի փոխհատուցում հենց $13,000 պահանջել վիրավորանքների եւ խունտայի հետ համեմատելու համար։ Ամեն դեպքում այսքան ժամանակ առաջ անգամ չի, որ Թուրքիայում նման մասշտաբի լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունենում, պետք է հիշել նաև 16 թվականի հեղաշրջման փորձը, շատ լուրջ ուժեր են ներգրաված եղել միշտ, բայց ամեն դեպքում Էրդողանը կարողացել է իշխանությունը պահել, նա ունի իր հիմքը, իր բազան, որը հիմնականում գտնվում է մեծ քաղաքներից դուրս։ Ապրիլի 6-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ժողովրդահանրապետական կուսակցությունը 21-րդ համագումարն է անցկացրել։ Կուսակցության նախագահ է վերընտրվել Օզելը։ Նա ելույթ ունենալով համագումարում հայտարարել է, որ հանրապետությունում անցկացված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրենք առաջին կուսակցությունն են Թուրքիայում։ Քաղաքական գործիչը մեղադրել է իշխանություններին մրցակիցների նկատմամբ ուժ կիրառելու համար Էրդողանի վարչակազմին անվանելով խունտայի վարչակազմ։ Եթե որևէ արդյունք լինի դարաշրջանի ընտրությունների ժամանակ, պետք է շատ լուրջ ուրեմն դիմությունը զբաղվի ընտրություններով, նախապատրաստի փորձի այն թուրքերին, որոնք շատ դժգոհ են այսօրվա իրավիճակից, տնտեսական իրավիճակից, ներքին քաղաքական այդ պառակտումից, բիրայի անկումից եւ այլն, բազմաթիվ խնդիրներ կան այսօր Թուրքիայում։ Օզգյուր Օզելը նաև իր ելույթում ընդգծել է, որ Էրդողանը ստացել է Թրամփի հավանությունը Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության համար։ Ելույթի ժամանակ ընդգծել է, որ դիմում է խունտայի ղեկավար Էրդողանին։ Ոչ Ամերիկան, ոչ Թրամփը առաջիկա ընտրություններում նրանց չեն փրկի ընդդիմությունից։ Թուրքիայի ընդդիմությունը նաև ստորագրահավաք է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին անվստահություն հայտնելու նպատակով։ Օզելը նշել է, որ ընդդիմությունը պատրաստ է Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել հունիսին, սակայն եթե մինչև այդ չհաջողվի հավաքել ձայների անհրաժեշտ քանակը, ապա ընտրությունները հնարավոր կլինի նոյեմբերին։ Նանա Հայրապետյան, Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։